Հաղորդման հովանավորն է Aeroflex վերականգնողական կենտրոնը։ Հաղորդման հովանավորն է Escofarm ընկերությունը։ Escofarm մեր որակյալ խնամքի միջոցները թույլ կտան պահպանել ձեր մաշկի թարմությունն ու երիտասարդությունը։ Escofarm յուրահատուկ բաղադրությամբ դեմքի, ձեռքերի, ոտքերի, այրվածքների համար նախատեսված նրբակսուկներ։ Բարև հարգելի հեռուստադիտող, եթերում առողջություն եւ գեղեցկությունն է հաղորդաշար, որը ձեզ ուղեցույց է առողջությունը ճիշտ ուղու վրա դնելու եւ պահպանելու համար։ Մենք գտնվում ենք Aeroflex վերականգնողական կենտրոնում եւ ես զրուցում եմ հիմնադիր տնօրեն Արմինե Գրիգորյանի հետ այսօր թեման, որը բարձրացնելու ենք, վերաբերում է ստաֆիլոկոկերին կամ բակտերիալ այլ տեսակներին, որոնք ներթափանցում են մեր օրգանիզմ եւ առաջացնում են տարատեսակ խնդիրներ։ Բարև ձեզ Արմինե։ Ողջույն։ Նախ խնդրում եմ նշեք այն ուղիները, ինչպես են տարբեր բակտերիաներ ներթափանցում մեր օրգանիզմ, ինչպես առհասարակ իմանանք, որ կարելի է զգույշ լինել դրանցից խուսափելու համար։ Ընդհանրապես ես միշտ նշել եմ, որ մեր օրգանիզմում որպես բաց համակարգ կարող են ապրել բազմաթիվ մանրեներ, թե տեսանելի, դրանք ճիճվագրության հարուցիչներն են կամ հելմինտները, այնպես էլ անտեսանելի, դրանք սնկեր, միաբջիջներ եւ ամենաշատ տարածվածը բակտերիալ հարուցիչներն են, որոնք իրականում մեր լորձաթաղանթների, մեր ներքին օրգաններում պետք է ապրեն։ Կան տեսակներ, որոնք սապրոֆիտ են, այսինքն օգնում են մեր օրգանիզմի այս կամ այն ֆունկցիան կատարելու համար։ Օրինակ, աղիքային միկրոֆլորայում պարտադիր պետք է լինեն լակտոբիֆիդոբակտերիաներ, որոնք պետք է մեր մարսողությունը կարգավորեն։ Երբ որ դրանց քանակը ճնշվում է վնասակար մանրեներով կամ ինչ-որ հիվանդության կամ ինչ-որ դեղորայք ընդունելու հետևանքով, սկսում է դիսբակտերիոզային վիճակներ։ Եվ արդեն խանգարվում է նյութափոխանակությունը։ Նույնը կարող է կատարվել ցանկացած լորձաթաղանթի վրա։ Եվ այդ բակտերիաները ամենաշատ տարածվածները կոկերին մասին այսօր խոսենք, ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր։ Ինչու այսօր, որովհետև հիմա բոլորիս մոտ լուրջ խնդիր է այս մեր տարվա վիրուսային ախտահարումների ընթացքում հենց սրվում են նաև զուգահեռ բակտերիալ հարուցիչները, որովհետև վիրուսը կտրուկ գցում է մեր իմունային դիմադրողական վիճակը եւ օրգանիզմում առաջանում է արդեն լոկալիզացված հատվածներ, այո, որտեղ ակտիվանում են այս կամ այն բակտերիաները։ Ստաֆիլոկոկ կամ ստրեպտոկոկ։ Ստաֆիլոկոկերը առավել շատ հանդիպող տեսակներն են մեր օրգանիզմում, դրանք բազմաթիվ տեսակներ են արտահայտված լինում, բայց ամենաշատը կարելի ասել դրանք ոսկեգույն եւ սպորոֆիտային ստաֆիլոկոկերն են, որոնք լինում են առավել հաճախ կոկորտի լորձաթաղանթում, շնչուղիների լորձաթաղանթում, կարող են հայտնվել ներքին օրգաններում, աղիներում, միզասեռական համակարգում, մաշկի վրա եւ տարբեր հատվածներում արդեն ասենք նշեցի, ինչ որ ստրեսի կամ իմունային համակարգի խախտման դեպքում սկսում է արտահայտություն։ Շատ հաճախ նրանք ընկերակցում են սնկային հարուցիչներին, կանդիդաներին, տրիխոֆիտներին, մաշկային դերմատոֆիտ առաջացնող տարբեր միկոզային երևույթների հետ, նաեւ զուգահեռ բակտերիալ պշտիկային, թարախային, եթե կուտակումներ է լինում դեմքի վրա, հատկապես հասունացման շրջանում դեռահասային այդ ակնեներին միշտ առկա են բակտերիալ հարուցիչներ, այդ թվում ստաֆիլոկոկերը։ Բայց մենք փորձում ենք, այո, հիգիենայի կանոններին հետևել, հաճախակի լվանում ենք ձեռքերը, օդափոխում ենք սենյակը, այսինքն այն բոլոր մանրուքները, որոնք կապված են առողջության հետ, փորձում ենք, այո, հիգիենայի հետ փորձում ենք պահպանել։ Ինչպես են առհասարակ դրանք կարողանում ներթափանցել։ Ես նշեցի, որ ուղղակի նրանք կան մշտապես մեր մեջ եւ օդում, եւ օդակաթիլային ճանապարհով կարող են մշտապես էլ փոխանցվել մեզ ձեռքից։ Իրերի հետ շփվելիս կամ ձեռքով բարևելիս, բնականաբար հասարակական վայրերում եւ այլը միշտ հնարավոր է վարակը ձեռք բերել։ Ճիշտ է, անհրաժեշտ է ուղղակի հիգիենայի պայմաններին հետևել, ձեռքերը ճիշտ ախտահարել թե մեծերի, թե երեխաների, տան իրերը որքան հնարավոր է պահպանել, կան նմանատիպ իհարկե հիմա շատ նյութեր, որոնց օգնությամբ կարելի է բավականին լուրջ դրանց քանակը նվազեցնել, բայց միևնույն է առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ձեր օրգանիզմի ներքին միջավայրին, ձեր իմունային վիճակին, դիմադրողականությանը եւ իհարկե այս կամ այն քրոնիկ, երբ որ խնդիրներ են լինում, հիվանդություններ, դուք մշտապես օգտագործում եք այս կամ այն դեղորայքային միջոցը, ցավոք դա նույնպես միջավայր է ստեղծում տեղային ակտիվացման համար բակտերիալ վիճակների։ Եթե իհարկե չի զուգակցվում համապատասխան մակրո պրոցեդուրան, այո։ Դուք գիտեք, հակաբիոտիկները օգտագործեցիք, հետո սնկերը կարող են ակտիվանալ եւ դիսբակտերիոզ գնա աղիքային ֆլորայում։
կամ հակասնկային պրեպարատով ճնշեցիք սնկերին, ընդհակառակը բալանսը խախտվեց, բակտերիալ ֆոնը ակտիվացավ։ Այս դեպքերում, որքան էլ մենք օգտագործենք գրագետ բուժման սխեմաներ, շատ կարևոր է նաև ուշադրություն դարձնել մեր ընդհանուր միջավայրերին։ Ես միշտ նշում եմ արյունը, լիմֆան, միջբջջային հեղուկը։ Մեր օրգանիզմի 60-70%-ը կազմում է մեր միջբջջային հեղուկը, որտեղ մեր օրգանիզմը բջիջները փորձում են արտազատել տոքսինները, բակտերիաների դեմ պայքարում են հիմնականում մեր լիմֆատիկ համակարգում, մեր լիմֆոցիտները, հա, կիլեր բջիջներ ունենք, սպանող, որոնք հարձակվում են, սպանում են, ինչու է առաջանում թարախային բուժ կամ կիստոզ երևույթներ, որովհետև այդ բակտերիային մեր օրգանիզմը իմունային համակարգը սկսում է ճանաչել, հարձակվել, ոչնչացնել, քայքայել։ Եթե ամեն ինչ նորմալ է, ժամանակի ընթացքում այդ քայքայված հեղուկը հետ է ներծծվում եւ ինքնամաքրվում է։ Ինքնամաքրվում է, բայց եթե այդ օջախը գրգռված է կամ հարուցիչը անընդհատ արկա է, ձեր տեղային արյան շրջանառությունը թույլ է, որի հաշվին իմունիտետն ընկնում է, հա, դա վերաբերվում է եւ ներքին օրգաններին, միզասեռականին եւ մաշկին։ Ցավոք հիմա մեր նստակյաց վիճակը, մեր աղտոտված էկոլոգիան, սխալ սննդակարգերը, ստրեսային վիճակները, դրանք բոլորը ազդում են հիմնականում արյան շրջանառության խանգարումներին, սխալ նյութափոխանակությանը բոլոր օրգան համակարգերում, այդ թվում եւ մաշկում։ Եթե հիմա երեխաները կամ մեծերը ում մոտ կան մաշկային խնդիրներ, ակնեի հակում, հա, միշտ զուգահեռ կզգաք, որ ձեռքեր, ոտքերը սառչում են, այսինքն ծայրամասային շրջանառության խանգարումը նշեցի այդ բոլոր սիմպտոմները, հա, բոլոր կենցաղային մեր վիճակները, ստրեսերը, նստակյաց հանգեցնում են դրան, այո, արյան շրջանառությունը քիչ շարժվել է հիմնականում, դրանք բոլորը բերում են, կա նաև իհարկե մի քիչ գենետիկ ֆոն, բայց ավելի շատ նստակյաց կենսակերպը եւ ժամանակակից ստրեսային երևի լարված վիճակը միշտ հանգեցնում է մեր իմունիտետի անկմանը։ Եվ ինչ է լինում խրոնիկ անգինայի ֆոն, հատկապես այս վիրուսը, դրա մասին խոսեմ, որ բազմակի կրկնել տվեց մեր օրգանիզմում։ Թվում է, թե երեխան կամ մեծահասակը լավանում է, արդեն առողջացման ապակինման է գնում, բայց կոկորտում մնում են այդ նշիկների վրա թարախային կուտակումները։ Հենց անգինան, տոնզիլիտը, որը զուգակցվում է բարձր ջերմաստիճանով մինչև 39, դա հենց ստաֆիլոկոկային ինֆեկցիաների մասին է խոսում։ Երբ որ բարձր ջերմաստիճան է, երբ այդ թունավորումը ներծծվում է արդեն արյան մեջ, ցավոք, բացի տեղային լոկալիզացիային, մենք ընդհանուր ենք թուլանում, հա, տաքության հետ մարմնում կոտրտվածություն, հոդային խնդիրներ, հա, օրգանիզմի ներդաշնակությունը։ Այո, ընդհանուր թուլություն, հոգնածություն եւ այլևս չենք կարողանում դիմակայել հարուցիչներին։ Նույն ստրեպտոկոկերը եւ ստաֆիլոկոկերը հատկություն ունեն կուտակվել մեր հոդային շրջաններում եւ օստեոբակտերիաների հետ տալ խրոնիկ հոդացավեր, ռևմատիկ երևույթներ։ Եթե ժամանակին չի բուժվում կոկորտային ֆոնը, մենք շատերս գիտենք, որքան վտանգավոր է դա սրտի ռևմատիկ եւ ծայրամասային հոդային խնդիրների համար։ Նշիկների հեռացումը այստեղ կարող է փրկություն լինել այդ ամենից։ Գիտեք, մենք որպես առողջության վերականգնման կենտրոն մենք աշխատում ենք նաեւ չհանել որքան հնարավոր է պահպանել գեղձերը, որովհետև դա ամեն դեպքում ֆիլտրող հատկություն ունի եւ ֆիլտրող ասեցի առաջին հարվածն իր վրա վերցնող։ Երբ որ դուք հանում եք նշիկները, ցավոք խրոնիկ բրոնխիտների, ասթմաների, թոքաբորբերի, ընդհուպ երիկամային ինֆեկցիաների սրացման կարող է բերել, որովհետև ստաֆիլոկոկ կարող է իջնել ավելի ներքին լորձաթաղանթային հյուսվածքներ։ Եվ ինչ է կատարվում։ Նշիկների վերականգնման կա շատ ալտերնատիվ հետաքրքիր մեթոդներ, իհարկե ընդհանուր իմունային համակարգի եւ մանրէների մաքրման զուգահեռ, նաեւ ցանկալի է տեղային օգնել, եւ մենք ունենք ահա մի հրաշք մեթոդ, որը թույլ է տալիս տեղային ընդամենը 3 օրյա պրոցեդուրայի ընթացքում դրանք լրիվ բնական հանքանյութերի օգնությամբ եւ իհարկե ապարատային մեթոդներով ամբողջությամբ մաքրվում է այդ թարախային այդ լակունաների կուտակումները եւ ստիպում է, որ ինքը գեղձը սկսի ակտիվանալ ու աշխատել։ Այսինքն ապարատային բուժման, ֆիզիոթերապևտիկ, այսպես ասենք, բուժման միջոցով քանի պրոցեդուրա հետո կարելի է ենթադրենք այդ կոկորտային բողոքումը վերացնել։ 3 օրյա շատ հզոր մեթոդ, որը մենք արդեն փորձարկում ենք մի քանի տարի, բայց իրականում մեթոդը հայտնի է 20 եւ ավելի տարիներ եւ ունի իր հետևորդները։ Ես ինքս ականատես եմ եղել, ձեզ մոտ փոքրիկներ հատկապես գալիս են փորձելին վրա։ Այո, եւ արդյոք դա հենց ստաֆիլոկոկերի դեմ ուղղված մեթոդ է համարվում։ Ես ասեմ, որ ես փոքրուց իմ թույլ տեղը, քանի որ ես էլ շատ խոսող, հա, անընդհատ հիվանդների հետ եւ այլը, ինձ մոտ նույնպես միշտ խնդիր է առաջանում ֆարինգիտի, լարինգիտի, կոկորտի, այո, մասնագիտական եւ բավական է մի քիչ իմունիտետը թուլանալ մրսել եւ ինձ մոտ նշիկների լուրջ
խնդիր է։ Իհարկե ես իմ մեթոդներով փորձում ենք ոտքի վրա տաքության չհասնել, պայքարում ենք, բայց միևնույն է տհաճ զգացողությունը մնում էր։ Երբ ինքս տեղային մշակումն անցկացրեցի, ես Ինչև ինձ վրա մեթոդը չփորձարկեմ, չեմ կարող վստահաբար ասել։ Ես ասեմ, մոտավորապես 2 ամիս այս վիրուսը ինձ էլ էր հետևում, չէի կարողանում ամբողջությամբ ապակինվել։ Երբ կատարեցի մաքրում, արդեն մոտավորապես 2-րդ ամիսն է, ինձ մոտ այդ 3 օրից հետո կարծես 1 օրում այդ վիրուսը լրիվ ամբողջությամբ միակ քաշվեց եւ դուրս եկավ։ Ու հիմա ես զգացի անգամ այս ամանորյա տոների այդ հոսքի լարվածության, հա, գործի հետ ես ընդհանրապես նվազությունը չզգացի։ Նույնիսկ մրսելու այս ցրտի պայմաններում ես անընդհատ քրոնիկ զգալու էի այդ նշիկները։ Բացարձակ զգացողություն չկա նշիկներում։ Ինչպես է կոչվում այդ մեթոդը։ Դա ուղղակի տեղային մշակում է կոչվում, հանքային նյութերով։ Սա իմունոլոգիական մեթոդ է, որովհետև այդ բաղադրությունը մշակված է հայտնի իմունոլոգների կողմից։ Տեղային մշակում է եւ վերականգնում է հյուսվածքի գործունեությունը։ Ըստ որում առաջին մաքրումից թվում է թե վրայից չկա անգամ թարախային որևէ բորբոքում, բայց տակից սկսում է հանել։ Այո, 1-2 օր հետո զգուշ արտահոսք, շնչուղիներից արտահոսք, եթե իհարկե քրոնիկ արդեն տարիների process է։ Հիմա այնքան շատ են երեխաները, թե փոքրիկ տարիքում, թե ասենք 15 այդ հասունացման շրջանը, որ շատ կարևոր է ուշադրություն դարձնել։ Այսինքն չունի տարիքային սահմանափակում։ Մեծահասակներին հատկապես գիտեք, որքան դժվար է քրոնիկ տոնզիլիտների դեպքում նշիկները հեռացնել, դա բավականին ծանր վիրահատություն է համարվում մեծ տարիքում։ Եթե երեխաների մոտ տարիքային սահմանափակումներ իսկապես կան, իսկ դուք հետ տոնական այս օրերին որևէ զեղչ նախատեսել եք մեր հեռուստադիտողի համար կամ գնային քաղաքականությունը կներկայացնել։ Մենք մինչև ամսվա վերջ պահպանվում է մեր 20% զեղչը մեր բոլոր պրոցեդուրաներից օգտվելու համար, դա կլինեն թե շնչառական մարզումները, թե հետազոտությունները, իրիդոսկրինինգ եւ ռիոգրաֆիկ եւ արյան բաղադրության, ինչպես նաև բոլոր պրոցեդուրաները, որոնք կնշանակվեն արդեն հաշվի առնելով ձեր խնդիրները, ախտանիշները, կատարվում են 20% զեղչով։ Իսկ երեխաների հետազոտությունները, եթե դիմում են մեզ ընտանեկան փաթեթով, ընդհանուր մինչև 50% զեղչ է լինում։ Շատ լավ, եւ կցանկանայի այդ մեթոդի գինը նույնպես նշեի, եթե իհարկե այս պահին նպատակահարմար եք համարում։ Ասեմ, շատ մատչելի, մոտ 3-4 անգամ ավելի մատչելի, քան վիրահատությունը, եւ բնականաբար ասեցի, որ գեղձը կարող է գործել ինքնուրույն։ Մոտավորապես, ասեմ, մեկ պրոցեդուրան 10,000 դրամի կարգի է 3 օրյա։ Եվ առավելությունն այն է, որ նաև դեղորայքային կիրառումից է զերծ մնում, այո, երեխան։ Գրեթե անտիբիոտիկ, շատերը դիմում են հենց տաքության թարախային ֆոնի մեջ, առաջին պրոցեդուրայից անգամ տաքություն կարելի է վիճակում, ծանր վիճակում նույնպես դիմել։ Շնորհակալություն Արմինե, շատ հետաքրքիր ինֆորմացիա էր, կարծում եմ շատ մայրիկների այն պետք կգա։ Այնպես որ հարգելի հեռուստադիտողներ, եթե կամ դուք կամ ձեր փոքրիկը ունեք նմանատիպ խնդիրներ, կերակրափողի, կոկորտի հետ կապված, հասկանալի է, որ այստեղ միկրոբներ են առկա, ստաֆիլոկոկեր եւ այլ տիպի, կարող եք դիմել Aeroflex վերականգնողական կենտրոն, հրաշալի հնարավորություն է նաեւ օգտվելու վերջին օրերի զեղչերից եւ նաեւ առանց դեղորայքային ֆոնի ստանալ գրագետ եւ ճիշտ բուժում։ Առողջություն եւ գեղեցկությունը կշարունակի ձեզ ներկայացնել հետաքրքիր փաստեր ձեր առողջությունը պահպանելու համար։ Մենք կհանդիպենք վաղը։ Քրոնիկ տոնզիլիտը հասարակության մեջ լայն տարածում ունեցող հիվանդություն է, որը հիմնականում հանդիպում ենք երիտասարդների եւ երեխաների մոտ։ Վերջինիս արկայության ժամանակ հիվանդի մոտ ի հայտ են գալիս ախտանիշներ, որոնք արտահայտվում են բարձր ջերմությամբ, օրգանիզմի թուլությամբ, հոդացավերով, չպատճառաբանված գլխացավերով, ախորժակի բացակայությամբ եւ այլն։ Գոյություն ունեն քրոնիկ տոնզիլիտի բուժման վերականգնման մի շարք միջոցներ, ֆիզիոթերապևտիկ, որոնցից են մեզ արդեն հայտնի տեղային ավշահանգույցների թերապիան, ցածր հաճախականությամբ ուլտրաձայնային թերապիան, էլեկտրոֆորեսը եւ այլն։ Այս մեթոդը, որը կիրառության մեջ է դրվել, իրականացվում է թե ապարատային, թե տեղային մշակման կարգով, այն ունի ֆիզիոթերապևտիկ բնույթ, իրականացվում է թե ապարատային, թե տեղային մշակման կարգով։ Տեղային մշակումը իրականացվում է հատուկ քսուկի միջոցով, որը ներառում է իր մեջ մի շարք կոմպոնենտներ, որոնք ունեն բացառապես հանքային եւ բուսական ծագում։ Կոմպոնենտները, որոնց միջոցով մշակվում են նշագեղձերը, ունեն բացառապես հանքային եւ բուսական ծագում, չունեն որևէ հակացուցում եւ տարիքային սահմանափակում։ Տեղային մշակման արդյունքում նշագեղձերը ձերբազատվում են օտարածին միկրոէլեմենտներից, որի արդյունքում նրանք սկսում են աշխատել նախատեսված ողջ ծավալով։ Հաղորդման հովանավորն է Aeroflex վերականգնողական կենտրոնը։
Հաղորդման հովանավորն է Escopharm ընկերությունը։ Escopharm մեր որակյալ խնամքի միջոցները թույլ կտան պահպանել ձեր մաշկի թարմությունն ու երիտասարդությունը։ Escopharm յուրահատուկ բաղադրությամբ դեմքի, ձեռքերի, ոտքերի, այրվածքների համար նախատեսված նրբակսուկներ։